Եթե այդ իրավիճակը բացակայում է, որոշում է կայացվում, որ անձը ինքնաբացարկ հայտնելու կամ վարույթին չմասնակցելու պատճառներ չունի։ Եվ ես չեմ կարող ասել, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Սեդա Սաֆարյանը կամ ինչ չափանիշներով է, ներքին չափանիշների մասին է խոսքը առաջնորդվում, օրինակ այլ դատավորը, որը ենթադրել է, որ իր մասնակցությունը կարող է շահերի բախման իրավիճակ ստեղծել։ Տիկին Գալյան, մեկ ճշգրտում, դուք ասացիք այստեղ եք որպես ՔՊ ներկայացուցիչ, այո, բայց դուք նաև մնացած այն քաղաքացիների նախարարն եք, որոնք այսօր վիճարկում են իրենց քվեները, նաև սահմանադրական դատարանով։ Այս հակասությունը ձեզ չի խանգարում ավելի արդարադատ լինել։ Սովորաբար ասում են արդարադատությունը կույր աչքեր է պահանջում։ Արդարադատություն մեր երկրում իրականացնում են միայն դատավորները։ Ես ցավոք սրտի կամ բարեբախտաբար արդարադատություն չեմ իրականացնում։ Ես առաջնորդում եմ այդ ոլորտում քաղաքականության մշակման աշխատանքները։ Այսինքն արդարադատության ոլորտում քաղաքականության մշակողն եմ կամ մշակողներից մեկն եմ հանդիսանում եւ արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ եւ չի կարող դրված լինել։ Բայց կարծում եք, որ այդ մնացած քաղաքացիները պետք է նաև ձեզ վրա հույս դնեն։ Ես վստահ եմ, որ քաղաքացիները պետք է ունենան այն գիտակցումը, որ բարձր դատարանի կողմից քննարկվող հարցը պետք է ստանա ճիշտ հանգուցալուծում եւ սահմանադրական արդարադատություն պետք է տեղի ունենա։ Մենք հիմա այն դատարանի շենքի առջև ենք, որ սահմանադրական արդարադատություն է իրականացնում եւ այս գործով եւս այդ արդարադատությունը պետք է իրացվի։ Անկամ եթե սահմանադրական դատարանը որոշի անվավեր ճանաչելիությունները, քաղաքացիական պայմանագիր պատրաստ է Եթե որոշի ինչ պետք է ինչ ուղղակի դառնի քաղաքացիական պայմանագիրը, իհարկե, եթե սահմանադրական դատարանն այդպես որոշի, պետք է պատրաստենք դեպքերը։ Իսկ ինչ եք կարծում Փաշինյանի հրահանգը, որ մյուս քաղաքացիների տված քվեները Փաշինյանի հրահանգը, որ մյուս քաղաքացիների տված քվեները օրգանիկ չեն եւ միայն իրենց քվեներն են օրգանիկ, դեր կխաղա այսօրվա եւ հետագա գործընթացների վրա։ Ես նախարարչարկում եմ ձևակերպումների հարցում լինել մենք փոխաշուշ եւ կոռեկտ։ Ինչու ինչ կպատահի, որովհետեւ ոչինչ չի պատահի։ Պարզապես ես առաջարկում եմ, համենայն դեպս եթե դուք ահաբեկվում եք իմ խոսքից, ես կարծում եմ խնդիրը ինձ մեջ չէ։ Սահմանադրական դատարանի բակում ենք։ Ցանկացած տեղ կարող ենք լինել եւ ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսել է այն մասին, որ ընդդիմությանը տրված քվեները օրգանիկ չեն, նաեւ տոկոսը հնչեցրել եւ այդ մասին նաեւ հանրության լայն շրջանակների ընկալումն է պայմանավորված ընտրակաշառքների այն ծավալուն դեպքերով, որոնց մասին որ հակակոռուպցիոն կոմիտեն խոսել է եւ այսօր սահմանադրական դատարանում 258 դեպք չէ, ներողություն, 258 մեղադրյալ դեպքերը խոսքը դեպքի մասին չէ, խնդրում եմ ուշադրիր հետևել հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը եւ նաեւ դուք ինձ հարց եք տվել եւ եթե միջև վերջ թույլ տաք պատասխանեմ, գուցե ձեզ մոտ հարցեր նոր չառաջանան եւ մենք ոչ թե երկխոսենք, այլ ձեր հարցերին թույլ տաք պատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն թե իր հաղորդագրությունում, թե նաեւ տեղյակ եք, որ դիմել է արդարադատության նախարարությանը ներկայացնելով բոլոր այն խնդիրները, որ իր կողմից դիտարկվել են, արձանագրվել են քարոզչության ընթացքում եւ առհասարակ նախագահի կողմից ընտրությունների հրամանագիրը ստորագրելուց եւ հրապարակելուց հետո։ Դրանք ներառել են ընտրակաշառքների դեպքեր, ենթադրյալ բարեգործության խախտման դեպքեր եւ այլն, եւ այդ մասին հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ այսօր լինելով համապատասխանող մանրամասն կներկայացնի սահմանադրական դատարանում։ Եվ այս պայմաններում բնական է, որ նաեւ պետք է անդրադարձ լինի այդ արատավոր երևույթի, մասնավորապես ընտրակաշառքի այդուհանդերձ թույլ տվեք ավարտեմ խոսքս ազդեցությանը ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա եւ արդեն կտեսնենք թե սահմանադրական դատարանի դիրքորոշումը որն է այդ հարցի վերաբերյալ։ Ամեն դեպքում այստեղ ճշգրտելու հարց կա, նայեք ձեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերյալ եւս հայտարարություններ եղան, կարծենք իրավական process էլ մեկնարկեց ականատես դիտորդի կողմից, Դանիել Յոհաննիսյանը այնտեղ խնդիրներ տեսավ Իմ քայլը հիմնադրամի հետ կապված եւ այլն եւ այլն։ Կարծեք
բարեգործության արգելքը խախտելու հետ կապված եւ ինչու են այս բոլոր գործերը վերաբերվում միայն ընդդիմադիրներին, մենք չտեսանք մի գործ ժողովրդավար պետություն ենք ապրում։ Հովհաննիսյանը քրեական գործի հարց բարձրացրել է իմ քայլը հիմնադրամի հետ կապված։ Հիմա իրավական process-ները ինչու են մեկնարկել, բացառապես Հասնում եմ քրեական գործի հարց բարձրացրել Դանիել Հովհաննիսյանը։ Դուք ասում եք բարեգործական արգելք։ Բարեգործության արգելքը քրեական օրենսգրքով նախատեսված դրույթ է։ Դանիել Հովհաննիսյանը նման այդ դրույթի խախտման հարց բարձրացրել է։ Ասում եմ այդ հարցի, այդ դրույթի խախտման հարց բարձրացրել է։ Հիմա իրավական այդ մանվածապատ խնդիրները չէ, որովհետև դուք պետք է մտնեք, որովհետև մենք խոսում ենք քրեական հանցագործության մասին, դուք խոսում եք Դանիել Հովհաննիսյանի կողմից դիտարկման մասին, որը որևէ կապ չուներ քրեական հանցագործության հետ։ Այլ բարակալիներ, քրեական գործ կհարուցվեր թե չէ, ըստ ձեզ։ Իսկ օրինակ Տաշիր հիմնադրամը, որը բարեգործական կազմակերպություն է եւ միշտ եղել, այո, իր հետ կապված գործընթաց եղել է։ Այսինքն պետք է պարտադիր լիներ, բայց Տաշիրի որովհետև մենք խոսում ենք բարեգործական կազմակերպության մասին, որը միշտ բարեգործական գործունեություն է իրականացրել, ինչպիսին իմ քայլը հիմնադրամն է, այդտեղ պետք է տարբերենք, չէ՞։ Միշտ գործող բարեգործական կազմակերպությանը այն անձանցից, որոնք որ ծլել են ընտրությունների շրջանում եւ որոշել են զբաղվել բարեգործության դեպքում էլ իր կազմակերպությունը միշտ բարեգործությամբ էր զբաղվել, բայց չխնայեցին եւ մանկահասակ երեխայի պարագայում ինչ կապ ունի մանկահասակ երեխան։ Ձերբակալեցին։ Մանավանդ որ նշել եք, չէ՞, տենց ցնցվել եք այդ փաստից, որ մեջ, որովհետեւ դա առանձին ինդուլգենցիա է դա։ Ինդուլգենցիա չէ, բայց ենթադրում է, որ կնոջ նկատմամբ այո պետք է լինի այլ վերաբերմունք։ Եղել են այլ դեպքեր, բայց չի ունեցել բարեգործական կազմակերպություն, ինքը միշտ զբաղվել է բարեգործությամբ։ Այդ դեպքը ինչի՞ չխնայվեց։ Տիկին Ղումաշյանի գործունեությանը, ես չգիտեմ ինչ է։ Այդ հարցերով դիմեք հակոռուպցիոն կոմիտե։ Մեկ էլ նշում եք բազմահազար քաղաքացիների հանրային լայն շրջանակներ են ազդվել, չէ՞, այդ ընտրակաշառքների փաստերից։ Սոցիոլոգիական հարցումներ ունեք, դուք ոնց եք էլի այդ նշում այդ լայն շրջանակը։ Չէ, դուք սոցիոլոգիական հարցումներ ունեք, որ ասում եք բազմաթիվ քաղաքացիներ եկել հիմա բողոքում են ՍԴ-ի դիմաց, եւ Տիկին Գալյանն էլ որ 100,000-անակ։ Ասել է Փաշինյանն, ասել է մենակ մեր ձայն հազարավոր քաղաքացիներ, ինչ է 200 մարդ երեք հավաքված է։ 200 մարդ չէր, այստեղ շատ մարդիկ են, շատ մարդիկ են։ Չէ, կոնկրետ թիվ կասեք։ Իսկ քանի հազար 200, 300, քվեով են իրենք իրենց ձայնը տվել։ Շատ լավ, բա հիմա դուք ասում եք, որ ձեր իշխանությունը փաստացի չի ունեցել 3/5-ով։ Դուք հիմա ոնց չի ունեցել։ 3/5-ից սահմանադրական մեծամասնություն ունեցել, 3/5-ը ունեցել է մեր իշխանությունը ունեցել է 730,000 ձայն, որը գրեթե 50,000-ով ավելի է, քան մենք ունեցել ենք 2021 թվականին։ Փաշինյանին եւ նրա իշխանությանը։ Ժուպիտը առաջացնում անկեղծ նույնիսկ Դու քաղաքագիտության կանոններին չգիտեմ ծանոթ եք թե ոչ, բայց ամբողջ աշխարհում ընտրությունները եւ ընտրությունների արդյունքները հաշվարկվում են նման ձևով։ Այսինքն շատ լավ ծանոթ եմ, բայց ընտրությունների արդյունքները չեն հիմա համենայն դեպս ոչ օրգանիկ քվեներ ունենալու մեջ, որովհետև այլ երկրներում ընտրակաշառք համատարած չի բաժանվում, դրա համար է Տիկին Ջուրհակյան եւ Տիկին Գալյան, իսկ իշխանության կողմից բարբերաբար ընդդիմության հասեին հնչող որակավորումները գործընկերներ պետք է բարձրանան արտանեստի, որովհետև նիստը 15